Տիկին Մկրտչյան, տեսնում եք ոստիկանական ուժերով է շրջապատված դատարանը, այս պահին ինչից է վախենում նախ իշխող ուժը, որ այսպես է վարվում քաղաքացիների հետ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների հետ եւ Սամվել Կարապետյանի շուրջ կատարվողի վերաբերյալ։ Իշխող ուժը նման ձևակերպում չի կարելի տալ այն խուժանախմբին, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը զավթած պահելով խուժանություն է անում ԱԱԾ-ի միջոցով, ոստիկանության միջոցով, դատախազության միջոցով, քննչականի միջոցով։ Հայաստանի քաղաքացիները պիտի հստակ իմանան, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է մի խմբակ, որը հնարավորություն է ստացել իշխանությունը զավթելու միջոցով իրականացնել խուժանություն իրավապահ մարմինների միջոցով։ Հեքիաթներ գրել քննչական կոմիտեի անունից, Հայաստանի Հանրապետության հատուկ ջոկատայինները եւ ստորաբաժանումներին օգտագործել Հայաստանի քաղաքացիներին եւ ազգությամբ հայերին վախեցնելու համար։ Եվ եթե մի 2 տարի առաջ Հայաստանի քաղաքացիներին սպառնում էին ասելով Նիկոլի դեմ չխոսեք, որտեղ քրեական օրենսգրքում հոդված ենք ավելացրել, որ Նիկոլի դուրը չեկած նախադասությունների համար ձեզ կալանավորելու ենք, հիմա արդեն այլ տարբերակ են մեզ առաջարկում։ Ընդհանրապես խոսել պետք չի տեքստերի մեջ հիշատակել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, խոսել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, խոսել Հայաստանի Հանրապետությունում արժանապատիվ Հայաստանի քաղաքացիների գոյության մասին, Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, Արցախ բառը մի արտաբերեք, այս բոլորը պատժելի է դավաճան Նիկոլի համար, որովհետև վերջինս իր տիրոջ Էրդողանի կողմից արդեն ոչ միայն թույլտվություն է ստացել հայտնվելու տարբեր երկրներում գործող թուրքական տներում, այլ նաև պատիվ ունի արդեն հյուրընկալվելու իր տիրոջ տանը։ Էրդողանը կանչել է իրան համապատասխան հանձնարարականները նորից տալու համար, դե մի նվեր Հայաստանի ծախելու գործընթացը շարունակելու, պիտի գովի, որ Արցախը ծախեցիր, հիմա Հայաստանի տարածքային ամբողջականության այն սպառնալիքները, որոնք կան, պիտի արդեն իրագործված ինքը վերադառնա Թուրքիայից Հայաստան։ Դրա համար ինքը նաև իր տիրոջը պիտի նվեր անի, չէ՞, օրինակ հայ առաքելական եկեղեցուն հարվածի, բարերար Սամվել Կարապետյանին պիտի կալանավորի, ցույց տա, որ հայերը Երևանում եւ հայերը Բաքվում արժանանում են նույն վերաբերմունքին։ Այդպիսի միջավայր է ստեղծել Նիկոլը, այդպիսին է իր առաջարկը Հայաստանի քաղաքացիներին կամ հայտնվել Բաքվի բանտում, կամ հայտնվել Նիկոլի բանտում, որտեղ որևէ տարբերություն չի լինելու։ Ամեն դեպքում ասում է, որ այս պահին հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, տարածաշրջանային խաղացողների դիրքավորումները, երկխոսությունն այլընտրանք չունի եւ իրենք երկխոսում են, որպեսզի չլինի պատերազմ։ Ամեն դեպքում այս փաթեթավորման բեք քաղաքացու մատուցում իր ասած երկխոսության այլընտրանքը որն եք տեսնում դուք։ Ինքը չի երկխոսում, ինքը խոնարհվում է Էրդողանի եւ Ալիևի առաջ, ինքը չի փորձում Հայաստանի համար լուծման ուղիներ գտնել, ընդհակառակը իր լուծման միակ տարբերակը դա թուրքերի առաջարկած ծրագիրն է ապամոնտաժելու Հայաստանի Հանրապետություն։ Եվ այսօր ինքը ինչ է ասում, ցույց տալով Սամվել Կարապետյանի օրինակով Հայաստանի բոլոր քաղաքացիներին ինչ է ասում։ Ասում է, եթե դուք կցանկանաք միջամտել այն թուրքական ծրագրին, որի համաձայն պիտի Հայաստանի Հանրապետությունը ապամոնտաժվի եւ հանձնվի Թուրքին այնպես ինչպես Արցախն է հանձնվել, դուք միջամտելու իրավունք չունեք եւ միջամտությունը ձեր սեփական երկրի գործերին, ձեր հայրենիքի գործերին դատապարտելի է նիկոլական, այս տրկական համակարգի կողմից եւ դուք ուղղակի ցուցադրական պատժի եք արժանանալու։ Սա ցուցադրական պատիժ է ոչ թե Սամվել Կարապետյանին, այլ աշխարհի բոլոր հայերին, որ դուք Հայաստանում, Երևանում տեղ չունեք։ Սրա լուծումը միակ դիմադրության հակազդեցության միջոցով է։ Եթե մենք գոնե մի 2 տարի առաջ դեռ Հայաստանի քաղաքացիներին ապացուցելու խնդիր ունեինք սրանց քաղաքական հետապնդումների վերաբերյալ, հիմա իրենք արդեն մենք հասել ենք այն մակարդակի, որ Նիկոլը գլուխ է գովում ազգային ժողովի ամբիոնում կանգնած իր այդ հազարավոր ախրանիկներով եւ սև կարմիր գույնի բերետներ հագնող կենթանիներին էստեղ բերել լցնելով հազարներով նրա համար, որ այո, ես եմ կազմակերպել այս քաղաքական հետապնդումը։ Ոչ մի բան չեք անի, քրեական օրենսգրքով պատժելի ոչ մի արարք չեք անի, բայց դուք կարժանանաք այն վերաբերմունքին, որը ես ձեր համար նախատեսել եմ։ Տիկին Մկրտչյան Արմեն Աբազյանին պաշտոնից ազատեց Հայաստանում էներգետիկ ճգնաժամ կա եւ այսօր 10 միլիոնով փաստորեն տուգանել են հեցին, նաեւ ստուգումներ են սկսել Տաշիր պիցայի բոլոր օբյեկտներում, Երևանում էլ մեկը արդեն փակվել է։ Ինչ կարծիքի եք, զրպարտություն է, անօրինական մեղադրանք է, թե իսկապես
կա եւ դրանում մեղավոր է օրինակ Սամվել Կարապետյանի ընկերությունը։ Ռեպրեսիաներ են հիմա Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Սամվել Կարապետյանին չի ներվելու Հայաստանի կողքին լինելը, Արցախի կողքին լինելը, որտեղ այսօր Հայաստանը զավթել է թուրքական այդ իրենց տերերի, լոբիստների եւ ֆինանսավորման շնորհիվ Դավաճան Նիկոլը։ Իհարկե սա չի ներվելու Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանը Նիկոլի աչքերում մեղավոր է այնքանով, որքանով կանգնել է հայ եկեղեցու կողքին, եկել է Հայաստան եւ հանդգնել է զբաղվել Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովրդի խնդիրներով, Արցախի ժողովրդի խնդիրներով, բարձրաձայնելով եւ մտածելով, որ Հայաստանը եւ Հայաստանի քաղաքացիները են մարդիկ են, ովքեր արժանի են ինքնության եւ արժանապատիվ ապրելու։ Տիկին Մկրտչյան Արմեն Աբազյանին առավոտյան բարի լույսով ազատեց Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնից։ Հիմա նա ԱԱԾ-ի պետ է, կոշկակար է, բոլորը փորձում են նրա կմահաճույքները կատարել։ Ես ես կասեմ ինքը ով է։ Ինքը Նիկոլի կողմից հերթական օգտագործված եւ շպրտվածն է։ Դրանց ավելին է ով է Նիկոլ Փաշինյանը, որ բոլորը փորձում են նրա այն բռնապետն է, ով իր կողքը կարողացել է հավաքել հանցախմբի մի հատված, ովքեր չունեն սրբություն, չունեն հայրենիք, պատրաստ են փողի եւ ընդհանուր լափի դիմաց այանել այս ամեն ինչը օրինակ Հայաստանի մեծ բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Հետապնդումների ենթարկել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին 7 տարի միայն նրա համար, որ ինքը լռի, չխոսի, չպայքարի, որևէ կերպ հնարավորություն չունենա այո, որևէ կերպ հնարավորություն չունենա դիմագրավել Նիկոլի այդ դավաճանական ծրագրերին։ Եւ գիտեք էությունը սրա ինչու՞ն է։ Ես այսօր առավոտյան անդրադարձել եմ այդ ձեր ասած անձնավորությանը, էությանը։ Տպավորությունը գիտեք որն է իմ մոտ, որ իրենց մոտ այսպիսի ընկալում կա, որ հերթը իրենց երբեք չի հասնելու։ Այդ դհոլչի Արտուրն էր, որ օգտագործվեց եւ շպրտվեց։ Խուլիգանապետ Արամն էր, որ օգտագործվեց եւ շպրտվեց։ Այն ԲԴԽ կար մի հատ Կարեն Անդրեասյանը օգտագործվեց, շպրտվեց։ Այրենց հերթը չի հասնելու։ Եկեք ես ուղակի ուղղորդեմ մեր քաղաքացիներին, եթե հետաքրքիր է իմ գրառումը կարդան այդ անձի վերաբերալ, ամփոփելով շատ կարճ ասեմ, որ հերթը բոլորին հասնելու է։ Իսկ Հայաստանի պետության վերականգնումից հետո իրանք արդեն իրականում մեր հայ ժողովուրդը sense մի հատ շունչ է քաշելու եւ հետեւելու է արդարադատության եւ հասարակական պատասխանատվությանը դրանց նկատմամբ։